Բարի օր բարեկամներ։ Նոճազգիների ընտանիքն եմ շարունակում ներկայացնել։ Սրանք գիտեք, եկեք սյունաձև տույաներն են։ Սրանք բիոտաներ են։ Բիոտաները տույաներից առաջի հերթին կարող եք տարբերել սերմերով։ Սրանք բիոտաներ են, կենսածառ։ Սրանց տույա չի կարելի ամանել։ Դարապես 1.50 են։ Թաղարների մեջ սրանք կարող են դիմանալ։ Սրանք բիոտաներ են։ Այս սրանք տույաներ են։ Տերևի ձևից և սերմերով կարելի է առաջի հերթին տարբերել։ Երբ որ այսպիսի սերմեր են լինում, պտուղներ, տեսեք, սրանք բիոտաներ են։ Տույաների ուրեմն սերմերը այլ են։ Հիմա անցնենք գիհիներին։ Գիհիների բազմատեսակ կոլեկցիա ունենք, ուրեմն նաև ներկայացնեմ գիհիները հիմնականում Հայաստանում տնկարաններում մուտք են գործում դրսից, սա արդեն մեր արտադրանքն է, ուրեմն չինական, սովորական և հյուսիսամերիկյան տեսակները հիմնականում Վիրգինյան գիհու տարատեսակները, սովորականները և չինականները պտղաբերման ժամանակ շատ լավ տարբերվում են, պտուղները ավելի խոշոր են։ Վիրգինյան գիհու պտուղները, հասա Վիրգինյան գիհին է և ունի իր ենթատեսակները։ Սրանք արդեն սովորական և չինական տեսակներն են։ Չինական և սովորականի սերմերը, պտուղները ավելի ճիշտ, բավականին խոշոր են։ Վիրգինյանինը տարբերվում է իր պտուղներով, մանր պտուղներով։ Եթե հետաքրքրվել եք ջին պատրաստում են, հենց Վիրգինյան այնտեղից է առաջ եկել Վիրգինյանի սերմերից, պտուղներից։ Այստեղ ունենք տարբեր տեսակի փռվողներ, տարբեր գույներ, ու ենթատեսակների մասին է խոսքը և սորտերի։ Սրանք նույնպես հայտնի Վիրգինյաններն են, բարձրանում են բավականին բարձր են լինում, այստեղ հերվում տոսախներն են գնդաձև, հերվում ասելով հիմա մոտենում ենք, մանրատերև տոսախներն են, գիհիների տարբեր տեսականի կա, տեսեք և իսավոսկեգույն կա, լրիվ կանաչ, կա ոսկեգույն երանգով, պայմանների ծանոթանալու բույսերը ունենալու համար զանգահարեք մեզ, դանդաղասեմ, հետո կբացեք, կնայեք 094 10 40 49 և 94-ով 094-ով 52 56 88 ասպես նորից ցույց տանք և բոլորին բարի օր։
Հաջողություն բոլորին։